Ողջույն Արծվիր։ Հազար ողջույն։ Ուրախ եմ, որ ընդունեցիր իմ հրավերը եւ այսօր Ես սովորաբար չեմ ընդունում, որովհետեւ հեռուստատեսություն չեմ սիրում որպես երևույթ, բայց ինչու՞ չէ, կարելի է երբեմն։ Այո։ Անամոտ որ հայլու առաջ պիտի հայտնվես ու փորձենք քեզ տնտղել, զննել, հիմա ինձ կասես թե հայլուն այլուց ինչ ես մտածում։ Մտածում եմ, որ տարիները արագ են թռչում։ Որքան երիտասարդ ու արդեն թռչելու մասին ես մտածում։ Իհարկե 20 տարեկանից հետո այսպես է անցնում։ Այո։ Իմիջիայլոց Լևոն Ներսյանի տեսակետն էր, որ 20-ից հետո բոլոր աղջիկներն արդեն պարավներ են, որովհետև մինչև 20-ն է թռիչքը դե ինքը մի քիչ բան էր վերաբերվում։ Հիմա ինքս դու էլ համաձայնեցիր կարծես թե։ Չհամաձայնեցիր, բայց ասես մտածում եմ, որ ժամանակը անցնում է։ Շատ արագ է անցնում։ Ժամանակը թռչում է։ Լավ, գրչի մարդ ես, հա, արվեստի մարդ ես ու շատ արագ կարծեմ այդ դաշտ անցար, երևի ընտանիքից էր, չէ՞, ավելի շատ գալիս։ Դու մի քիչ կխոսես այդ մասին։ Իհարկե ընտանիքի դերը կատարեց, իրենք միշտ խրախուսում էին իմ գրական, բանասիրական հետաքրքրությունները, չնայած ես միշտ երազել եմ կինոյի մասին, երազել եմ ռեժիսոր դառնալ։ Այո, բայց ինձ խորհուրդ տվեցին, որ ավելի լավ է մեր երկրում շարունակես բանասիրության ճանապարհով գնալ, քան ասենք կինոյի, թատրոնի, բայց ես մի քիչ փոխհատուցեցի դա, սկսելով գրել կինոյի մասին նաև։ Ինչու ոչ ռեժիսուրա, եւ ինձ հետաքրքիր է ոգևորման աղբյուրը, ոգեշնչման աղբյուրը կինոաշխարհի ինչն էր, որտեղից։ Մեր թատրոնն էր, թե չէ, մեր կինոն էր, թե դրսի աշխարհն էր, ինչն էր։ Կինոարվեստը, այո։ Ինչն էր խարդա։ Ես այսպես կարող եմ մեկնաբանել, որ իմ խորհրդային մանկության ժամանակ միակ լուսավոր կետը այդ օրվա ընթացքում այն 1.5-2 ժամն էր, որ ես անցկացնում էի կինոթատրոնում դիտելով լավ ֆիլմեր եւ մի ձևի կտրվելով իրականությունից եւ ես անդարձ հիվանդացա այդ կինո կոչվող հիվանդությամբ։ Բայց մենակ ասացին, որ մեր երկրում, ահա, ռեժիսորների կյանքը հեշտ չէ, համ էլ այն ժամանակ պետք է գնալ Մոսկվա, Վգիկում սովորել։ Մի խոսքով ասացին, որ ավելի լավ է, դու շատ լավ գրում ես, հետաքրքրվում ես հազար մի բանով, ավելի լավ է բանասիրական գնաս։ Այդպես էլ եղավ, բայց դժգոհ չեմ, որովհետև իմ կարողացածի չափ ես զբաղվում եմ նաև կինոգիտությամբ եւ կինոքննադատությամբ, ինչպես նաև Լավ, բանասիրական կրթություն շատ արագ սեղանին դրվեց արդեն քո գիրքը։ Ես հիշում եմ, որ հետաքրությունը ինչ մեծ էր, դա 93 թվականներ եւ ծագումով հայեր էսպիսի մի գիրք, իսկ մենք արդեն ունեինք ազատություն եւ անկախություն, իսկ սահմանները բաց էին, սկսել էինք բոլորս որոնել։ Բայց հիշում ես խորհրդային տարիներին էլ այդպես հայերի մեջ մի քիչ դրված էր, որ ֆիլմ էին ցուցադրում, մենք անպայման վերջում կարդում ենք հայ, օպերատորի հայ Յան, հա, ասենց չէ, ու մեր հայերի մեջ կա, ինչով է դա բացատրում եւ քո հետաքրքրությունն էլ ինչու գնաց դեպի այդ կողմը, որը Իմ հետաքրքրությունը, քանի որ ես պատանեկան տարիներից միշտ կարդացել եմ հանրագիտարաններ, միշտ թերթել եմ մամուլ եւ այդ ինֆորմացիան ինձ շատ հետաքրքիր իմ հայրենակիցները դրսում ինչ ասպարեզներում են հանդես գալիս։ Եվ ինձ ճիշտ ասած դուր չէր գալիս, որ տեղի, անտեղի, ինչ որ մարդկանց ծագումն է նշվում, հպարտանում են, որ հայ է։ Իսկ ես ասում եմ, լավ, մի հատ ստուգենք, տեսնենք արդյոք ճիշտ է այս ինֆորմացիան։ Իրական հողի վրա էր ուզում ամեն ինչ դնել, հասկանալ։ Դրա համար այդ անկապ սնապարտությունից զերծ պահելու համար ես այդ հետաքրքիր կենսագրությունները աշխարհին հայի տված ներդրումը ուրեմն ներկայացնելու համար ձեռնամուխ եղա այդ կենսագրական բառարանն ստեղծելու, որ այո, շատ երիտասարդ էի, 22 տարեկան նոր էի ավարտել համալսարանը, այն ցուրտ ու մութ տարիներն էին, շատ վատ տպագրական ուրեմն որակով տպվեց այդ գիրքը, բայց իսկապես հաջողություն ունեցա, որովհետև սպասված էր նման աշխատանք։ Ես ուզում եմ հասկանալ, այսինքն ուզում էի իրականությունը ցույց տալ, թե այլ մեկտեղելով հպարտանալ, որ տեսեք աշխարհից որ անկյունում, որ ժամանակահատվածում հայազգի ներկայացուցիչը ինչ է արել։ Որն էր մղիչը, երկուսն են։ Ավելի շատ սա ինքնաճանաչման մի այսպես աղբյուր էր։ Նախ որ իմացեք, ճանաչեք ձեր իսկական հայրենակիցներին եւ երկրորդ այսպես
խաշի սեղանների շուրջ խոսելու փոխարեն, այսպես լեգենդների հավատալու փոխարեն, ավելի ճիշտ է մի հատ իմանաք որը ինչ էր տալու մեզ եւ ինձ շատ հետաքրքիր է քո բացահայտումները վստահ եմ որ եւ հիասթափություններ պիտի լինեն եւ ոգեվորություններ պիտի լինեն որտեւ աննշանակ մեր անընդհատ անվերջ բացահայտումներ այո այդ գործը միջև հիմա էլ շարունակում եմ չնայած այլևս չեմ էլ այսպես նպատակ դրել նորից հրատարակել այս աշխատությունը, քանի որ շատ ավելի կարևոր եւ հետաքրքիր բաներ կան։ Օրինակ այդ մի տեսակ երիտասարդ տարիների բաներ, հա, տենց այո, հիմա ինձ ասենք նրանց միջի ամենահետաքրքիր անձնավորությունների կյանքը, գործունեությունը մանրամասն ուսումնասիրելն է ինձ ավելի հետաքրքիր եւ առանձին համայնքների պատմությունը գրելը։ Ահա այստեղ կտեսնեք դա սկանդինավյան համայնքն է, դա մեր այնպիսի հայրենակիցներն ինչպեսին են այստեղ Դիանա Աբգարը, որ աշխարհի առաջին կին դիվանագետներ։ Ինչ որ ընդհանուր բաներ հայտնաբերեցիր, որ ասենք ինչպես է հայը կարողանում այս կամ այն միջավայրում իրեն դրսևորել, ինչ կերպ է ադապտացում, հային բնորոշ գծերը, որը բոլոր ժամանակներում, բոլոր իրավիճակներում միշտ նկատելի է եղել, խոսքը հայտնի անվանի հայերի մասին է։ Դե նախ այն, որ հայերը կարողանում են արագ հարմարվել ցանկացած մշակութային միջավայրի եւ հաճախ գերազանցել տվյալ ժողովրդի ադապտացման գործընթացը արագ է հայերի մոտ դա լավ է եւ վատ է խեցնում է այո որովհետեւ ինչի պետք է մենք մեր երկրում ասենք չկարողանանք դրսևորվել իսկ դուրս գալով օտար միջավայրում այսպես պարարտ հող գտնել մեզ համար եւ զարգանալ ես իհարկե շատ կուզեի, որ նման աշխատություններ ես չգրեի, որ այս բոլոր հայերը մենք պատմական բախտը այնպես լիներ, որ մնային մեր երկրում, մեր երկիրը շենացնեին, մեր արվեստը, մշակույթը, գիտությունը զարգացնեին եւ այսպես այսքան շատ ծագումով հայեր ունենալու փոխարեն ունենայինք զուտ հայեր, որոնք իրենց սեփական ժողովրդին են ծառայել, այլ ոչ թե ընդհանրապես հիշվում են որպես հայկական ծագում ունեցող մարդիկ։ Դա ինձ միշտ տխրեցրել է, որ հայը սկսած 5-րդ դարից գիտենք ավելի վաղ ժամանակներից էլ գաղթում է, կարծես չի սիրում այս երկիրը, կարծես նեղ է գալիս, կարծես մեր ազգային միջավայրը իրար խանգարելով, իրար տակ փորելով։ Գուցե մեծ սահմանների, ազգ է ինքը նեղվում է։ Ինքը մեծ չի կարողանում ստեղծել եւ դրա փախչում է դրանից մեծ հորիզոններ է փնտրում։ Ինչի՞ չէ, մենք միթե քիչ ենք ունեցել մեծություններ մեր իսկ մշակույթների մեջ։ Պարզապես վատն այն է, որ մենք Լավ, երկու հրաշալի կնոջ բացահայտում է, այստեղ կա Դիանա Աբգար, որը դիվանագիտության մեջ շատ հայտնի եղել, կարծեմ դու ես չէ բացահայտել ես կնոջը եւ ինչ կեր։ Դե չէ, պատմաբանները գիտեն, ասենք, բայց Եվ ուզում ես առաքսվածային երկու կանանց մասին, հա, խոսես եւ Շամախեցի պարուհին, որ խոսքը անունը եղել է Արմեն։ Այո, դա բեմական անուն է։ Այո, բեմական անուն է եղել։ Ես կուզենայի այս երկու կանանց առաքսվածի տեսակի մասին մի քիչ խոսել։ Նախ ասեմ, որ հայ անցյալի կենսագրությունները այդ հայոց պատկերասրահը, ասեմ, ուսումնասիրելիս ինձ միշտ ոգևորել են կանայք, որովհետև շատ քիչ են եղել, որովհետև ես միշտ ասում եմ, մեր պատմությունը, մեր մշակույթը մորուքավոր է, կանայք այնքան քիչ են։ Լավ է։ Եվ մի քանի այնպիսի վառ անհատականություններ են հանդես եկել, որ պետք է նրանց մասին այսօր իմանան, ոգևորվեն։ Ահա Դիանա Աբգարը, որ եղել է մի գթասիրտ առատաձեռն, շռայլ անձնավորություն, մեծահարուստ տիկին, որ ապրել է Ճապոնիայում, եւ ահա ցեղասպանությունից հետո հարյուրավոր գաղթականներ Ճապոնիայով գնում էին Միացյալ Նահանգներ եւ այս կինը նրանց պատսպարել է, աջակցել է, օգնել է, հա։ Տոմս է գնել, այո, բացի այդ նա հրապարակախոս էր եւ անգլերեն գրքույկներ, պամֆլետներ էր գրում աշխարհին ծանոթացնելով հայ ժողովրդի մասին։ Իդեպ խոստացել են շուտով Ճապոնիայից ուղարկել մոտ 100 էջ նյութեր իր մասին, որ այստեղ մի ճապոնացի բարեկամի հետ պետք է թարգմանենք եւ
դնենք ընթերցողի սեղանին եւ իսկ դիվանագիտությունը որտեղ է դրսևորվել, երբ, ինչ։ Դիվանագիտությունը Հայաստանի առաջին հանրապետությունը նրան նշանակել է հեռավոր արևելքի դեսպանը Հայաստանի հանրապետության եւ իր այդ գործունեությամբ, որ բանակցել է ճապոնական իշխանությունների հետ այդ գաղթականներին բոլոր արտոնություններ եւ ելքի մուտքի ելքի այդ իրավունքը տալով, այդպես է արտահայտվել։ Ծնվել է Բիրմայում, այսինքն հնդկահայ ընտանիքի զավակ էր, այո։ Հետո ամուսնու հետ որոշել են հաստատվել Ճապոնիայում եւ ամբողջ կյանքը այնտեղ է անցել։ Իդեպ առաջընկնելով ասեմ, որ մեր երկու հայրենակիցներ Միացյալ Նահանգներում այսօր ֆիլմ են նկարահանում Դիանա Աբգարի մասին։ Դե երևույթը ինքնին հատկանշական է, որ Հնդկաստանում ծնված մի հայուհի, որ կյանքում չի եղել Հայաստանում, հայտնվում է Ճապոնիայում եւ ամբողջ կյանքը իր գրիչը եւ իր հասարակական գործունեությունը նվիրում է իր հայրենակիցներին եւ իսկապես ժամանակագրական առումով առաջին կին դիվանագետն է։ Նրանից հետո ասենք Կոլոնտայն է եղել, որ հայտնի է։ Կան ինչ որ հաջողած գործեր, քայլեր, որ արել է, ի նպաստ մեզ կամ պատմության մեջ հայտնի է ինչ որ քայլեր, ինչ որ գործեր։ Դե միայն այն, որ հայրավոր մարդկանց նա պատսպարել է, հագցրել է, կերակրել է, երեխաներին դպրոց է ուղարկել եւ ամեն դյուրություն տվել է, որպեսզի գնան Ամերիկա, միանան իրենց ընտանիքներին, այդ արդեն մեծ գործ է եւ իսեփական գրպանից։ Հայաստանում եղել է թե չի եղել։ Երբեք Հայաստանում չի եղել, բայց կապը այդպես Հայաստանի հետ։ Այո, ամբողջ կյանքում Էջմիածնի հետ կապը պահել է հայ առաքելական եկեղեցու հետ։ Այս առումով իսկապես բացառիկ է եւ միակ կինն էր իր ժամանակի, որ ամբողջ միջազգային քաղաքական անցուդարձին այսպես քաջատեղյակ էր։ Ասում ես մեր պատմությունը, մուրուքավորների ավելի շատ, ուրիշ ինչով են, առանձնացել, ինչով են հետաքրքիր եղել կանայք։ Հայ կանայք Կարծում ես պատմության մեջ չեն եղել, հետին պլանում են եղել, թե ուղղակի պատմիչները տղամարդիկ են եղել եւ այդպես կանայք անտեսվել են, թեպետ հայտնի են նաեւ կանայք։ Միջին դարերում, գիտեք, մեր թագուհիները, իշխանուհիները, նրանք որոշակի գործունեություն, բարեգործական, շինարարական, մշակութային արել են։ Հետո այս մահմեդական լուծը նաեւ հայ կնոջն է մղել ետին պլան, բայց սկսած արդեն 19-րդ դարից, երբ հայկական զարթոնքը սկսվել է թե Արևելա Հայաստանում, թե Արևմտյան Հայաստանում, երկու կողմերում սկսել են վառ անհատականություններ հանդես գալ։ Ասենք Մարիամ Թումանյանը, իշխանուհին, որ շատ ակտիվ հասարակական գործիչ է եղել։ Ես տարիներ առաջ հրատարակեցի նաև նրա ինքնակենսագրությունը եւ հուշերը, որ բացառիկ արժեքավոր բան է, թե հայ հասարակական կյանքի պատմության, թե հայ գրողների, Թումանյանի եւ մյուսների վերաբերյալ մեծարժեք սկզբնաղբյուր է։ Թե արևմտահայ իրականության մեջ, ասենք Սրբույթ Յուսաբ ենք ունեցել, որ գուցե որպես գրող մեծություն չէ, բայց իր երևույթը արդեն որպես ֆեմինիզմի, հայ ֆեմինիզմի հիմնադիր, ասեմ, որ այս ֆեմինիզմի իզմը չեմ սիրում, բայց երևույթը շատ կարևոր է եւ յուրաքանչյուր ազգ կանանց իրենց կնոջ հասարակության մեջ ունեցած դերով է նաև իր քաղաքակրթության մակարդակը ուրեմն որոշվում։ Այո, եւ նաև ինչպես է հասարակությունը վերաբերվում կնոջը։ Շատ ճիշտ է։ Ըստ այդմ բարձր թե հասարակությունը ինչի մեջ է։ Իսկ Արմենուհին, Այ, Արմեն Օհանյանը, Սոֆիա Փիրբուդարյան իսկական անունը։ Իսկ իրեն ինչպես զարմանալի անձնավորություն է։ Ուրեմն էլի ժամանակի մամուլը թերթելով անդադ այս անունն էի հանդիպում եւ շատ արտառոց ժամանակի հայ կանանց համար անհարիր կեսագրություն է ունեցել արկածներով լի, սիրային արկածներով լի, փառք ու պատվով օտարշրջանակներում, աշխարհագրական մեծ ուրեմն կտրվածքով ծնվել է Ադրբեջանում, սովորել է Ռուսաստանում, գործունեություն սկսել է Իրանում 26-ից դարի սկզբից մինչև 70-ական թվականները։ Հետո Ֆրանսիա, որտեղ Ֆրանսիայի ժամանակի մեծերը նրանով հիացել են, Անատոլ Ֆրանս, Օգյուստ Ռոդեն, իդեպ վերջերս Ռոդենի տուն-թանգարանից ստացա 3
նամակ, որ Արմեն Օհանյանը գրել էր այդ ֆրանսիացի մեծ քանդակագործի։ Այսքան 20 տարիներին է, հա, հայտնվել, այստեղից գնացել։ 10 թվականից նա դուրս է եկել Ռուսաստանից եւ շրջել է աշխարհում մեկ եւ կյանքի վերջին տարիները շրջել է արկածներ որոնող, ինչ Պարուհի, բայց հետո անցել է գրականությանը, ֆրանսերեն գրքեր է գրել, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով հայերենից բացի։ Հետո այս զարմանալի կինը կյանքի վերջին տարիները, վերջին 40 տարուց ավելի թողնում է Ֆրանսիա, Մեքսիկա, որտեղ ամուսնանում է մեքսիկացի կոմունիստի հետ, դառնում է մեքսիկական կոմկուսի ակտիվիստ, գրքեր է գրում արդեն իսպաներեն, ռուս գրականության մասին, թարգմանում է գրքեր ռուսերենից իսպաներեն, իհարկե չի մոռանում Հայաստանը, եւ այսպեսի մի շատ արտառոց վեբ հիշեցնող կյանք, որ ես եւ Վարդան Մաթեոսյանը, ամերիկահայ բանասեր եւ պատմաբան, միասին որոշեցինք մենք իդեպ մեր ամենօրյա թղթակցությունների մեջ էլ չէին գրում Արմեն Օհանյան, այնքան էլ մեզ հարազատացել, որ միշտ իր մասին գրում ենք Մորքուրը։ Հաղորդման գլխավոր հովանավոր Գառնի Կրիստալ Լայն։ Համով ջուր պատմական աղբյուրից։ Լավագույն ավանդույթները շարունակվում են։ Վեդի Վայն։ Հաղորդման հովանավոր։ Հաղորդման հովանավոր Արփա Սևան բաց բաժնետիրական ընկերություն։ Սա վերնաշեն է, սա արենի, իմ ընկերներ անհոգ օրերի, հերն անիծած, որ կյանքն անկատար է, լիցքավացները իմ տիրուհի, հենց այսպես է ապրում է, հերջքին ինո այրում, ու այս երկը բարգում է, ձեր հոգու հայերում։ Գետափ Վերնաշեն եւ Արենի, լավագույն ավանդույթները շարունակվում են։ Խմբով է եղել, մենապարուհի եղել։ Մենապարուհի է եղել, ազատ ոճի, ուրեմն պարուհի էր, որ ավելացրել էր նաև արևելյան, այսպես կոչված այն ժամանակ ասում են հարեմական պարերը, եւ քանի որ 10-ական թվականները Եվրոպայում օրիենտալիզմի ծաղկման շրջանն էր, նրա ելույթները շատ մեծ հաջողություն ունեցել, այսպես էկզոտիկայի սովոր եւ ծարավի եվրոպացի հանդիսականների մոտ։ Ուստի եւ պատահական չէ, որ ասենք Մետերլինկի, Կլոդելի նման գրողներ նրանով ոգևորվել են, նրա հիացական տողեր են։ Այսինքն ժամանակակից արևմտյան արևելյանը մեկտեղելով, հա, ինչ որ նոր բարարվեստ առաջ բերել։ Մոդեռնը արևելյանի հետ կարող ենք ասել։ Այն, որ բռնի ամուսնությանը ենթարկվել շատ երիտասարդ ժամանակ, տարվել է Իրան եւ ինքնասպանության փորձ է կատարել, բարեբախտաբար վրիպել է։ Չի փախել, բայց փրկել են կյանքը եւ ամուսնալուծվել է, իսկ ճիշտ ասած իր ուզածն էլ դա էր, քանի որ ծնողները դեմ էին, որ նա բեմին նվիրվի, ասում էր ես կամուսնանամ, եթե ամուսինս էլ դեմ լինի, կբաժանվեմ եւ արդեն որպես տիկին ազատ կլինեմ նվիրվել բեմին։ Այդպիսի նպատակասլաց կին է եղել։ Դեն ազատության ձգտող հայ կանայք են եղել դեռ նախորդ դարի դարասկզբին։ Իհարկե, միայն այն, որ նա մենակ կարողացել է գնալ Եվրոպա եւ այդքան հանդիսատես նվաճել, այդքան հայտնի սիրեկաններ ունեցել ֆրանսիացի հայտնի մտավորականների եւ արվեստագետների մեջ,
արդեն ասում է նրա էքսցենտրիկ Եվ իրականում գեղեցկությամբ չի փայլել, երևի բացառիկ տաղանդի եւ հմայքի շնորհիվ։ Այո։ Եվ ինչու ոչ նաև ազատամտության, խարիզմատիկ էր, այո։ Այո։ Եվ ճիշտ մարդը ճիշտ տեղում է հայտնվել, կարող ենք այդպես ասել։ Գիտեք, ահա այսպիսի մեկ դար առաջ ապրած անձնավորությունը իր հետաքրքրությամբ, իր թողած վաստակով շատ ավելի կենթանի ներկայություն է ինձ համար, քան մերօրյա աստղերը, աստղիկները, որոնք գուցե այսօր փայլում են, անդադ հիշում են, Հիմա դու էլ չես գնահատում, տես այ միջև հիմա ասում էիր մենք սիրում ենք չգնա, մենք չենք գնահատում, բայց գուցե մեր կողքին այդպիսի անհատականություններ եթե լինեին, առաջին գնահատողը ես կլինեի։ Ուր են դրանք։ Պետք չի ամայացնել։ Որոշ ժամանակներում ինչ որ մեկին առաջ է, ժամանակը իրենը բերում է, ժամանակը իր անհատականության առաջ է մենք, դուք միասին, մենք դի առաջ բերենք։ Հետո մի ավելի հետաքրքիր աշխատանք է սկսել, եթե մինչ այս հայերի ներկայություն, ապա այլազգիների առնչություն աղերսը հայերի հետ, ինչ կապ են ունեցել հայերի հետ, այդտեղ Մայա Պլիսեցկայան, ավելի քիչ, հա, դա ինչու համար, էլի փորձում էի տեսնել, թե հայերի մեջ ինչ հետաքրքրություն են գտել, հա, հայերը ինչքանով են հետաքրքրել այդպիսի մարդկանց։ Դե իմ հետաքրքրությունների թեման է, այո, հայերն աշխարհում եւ աշխարհի մեծերը հայերի հետ։ Այո, Նապոլեոնը եւ հայերը, ինչպիսին են տեսել, ինչպիսին են գտել հայերին, Հայաստանը։ Տարբեր ձևերի հիմնականում այդ առնչությունները եղել են անհատական մակարդակով, ինչ որ հայազգի գործիչների հետ համագործակցությամբ, ինչ որ ազգին լավ ճանաչելու եւ գնահատելու դեպքի այդպես իմ ուսումնասիրած մարդիկ մի հետաքրքիր կարծիք կա, որ ասում են հայերը եթե երկար մի թթխմորի հետ են համեմատում եւ եթե շատ այդպես մի տեղ մնում են, իրանք թթվում են, պետք է վերցնես եւ նետես տարբեր տեղեր եւ ուր որ գնում են, այդպես համուհոտ են տալիս եւ այնտեղ կարողանում են իրենք զարգանալ, առաջ գնալ եւ այդպես կա քո ուսումնասիրությունները, հետազոտությունները բերում են նման կարծիքի, թե չէ, հայն էլ միասնական կարող է ինչ որ բաներ շտկել, ուղղել, առաջ տանել։ Մեր Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ կարծես թե միասնաբար մենք չենք կարողանում, ինչպես ասում են, 5 հայով 6 երգ ենք երգում։ Իսկապես դա անհատական այո, դա մեր անհատականության, անհատապաշտության պատճառով է, բայց պատմությունը նաև ցույց է տալիս, որ իսկապես որոշակի արհեստներ, արվեստներ զարգացնելու համար շատ խելոք ղեկավարներ սկսած միջին դարերից հայերի այդ պոտենցիալն են օգտագործել, բերելով նրանց տարբեր ռեգիոններ, տարածաշրջաններ այս կամ այն բանը զարգացնելու համար։ Դա անվիճելի իրողություն է, այո։ Իսկ մեր բնորոշ գծերը, երբ որ դուրսը մեզ ընկալում է խորամանկ, կա այդպիսի մոտեցում, որ այ խորամանկ է, բայց նաև կամացում որ շատ աշխատասեր են, կա որ խաբեբային, կա հակառակը։ Ինչի է ավելի շատ։ Ամեն ազգի շուրջ կան կարծրատիպեր եւ ազգի ավելի շատ ինչի ես հանդիպել դու։ Արդեն 15 տարուց ավելի է դրա մեջ ես։ Չէ, խորամանկը մի քիչ այդ խորհրդային ռուսական ստեղծված ստերեոտիպն է, որ երևի դա խորհրդային միությունը մի քիչ փչացրեց այդ տեսակին առաջ մղեց, քանի որ համակարգը թույլ էր տալիս, որ մարդիկ անդադ խաբեն եւ խորամանկեն եւ մերոնք էլ լինելով սուր մտքի տեր ուշիմ կարողանում էին օգտվել այդ ստերեոտիպը ավելի այդ սովետական տարածաշրջանի համար է, բայց ասենք ես միշտ մի քիչ զարմանքով եմ օտարազգիների հետ շփվելիս իմացել, որ հայերին ասել են, որ նրանք շատ բանիմաց են եւ վառ անհատականություններ են։ Նույնիսկ Ճապոնիայում զարմանում եմ, որ հայերի մասին այդ իմիջը կար։ Իհարկե, ես կուզեի, որ այդ տաղանդավոր եւ վառից մի քիչ պակաս լիներ մեր մեջ եւ խելքը մի քիչ առաջին պլան մղվեր, որ մենք ոչ թե առանձին տաղանդավոր անհատների ազգ աշխարհի ներկայանայինք, այլ նաև խելոք գիտակից, այո, որ գիտի իր երկիրը կառուցել իր միասնությամբ, իր
մշակույթը պահելով, ոչ թե այնպես ինչ որ կատարվում է այսօր, մենք տեսնում ենք, մենք մշակույթն է այսօր անդունը գլորվել, մեր քաղաքն է այսօր, մեր բնությունն է այսօր փչանում եւ ում ձեռքով, մեր ձեռքով։ Գիտեք 1830-ականներին Խաչատուր Աբովյանը, որը երևի իմ միակ կուռքն է մեր պատմության մեջ, այսպիսի տողեր է գրել գրափար, ես կասեմ աշխարհաբար, որ լուսավորությունից է ծնվում ամեն լավ բան։ Ես ուզում եմ լուսավորիչն է եղել։ Այո, եւ ինքը ասում էր, որ ոչ տաճիկը, ոչ պարսիկը մեղավոր է մեր անհաջողությունների համար, այլ մենք ինքներս ենք մեղավոր, չսիրելով եւ հալածելով միմյանց։ Մեր մեջ ցավոք սրտի այդ բանը կա։ Մենք մեկս մյուսի հաջողություններով չենք ուրախանում։ Մենք նախընտրում ենք, որ ոչինչ չկատարվի կամ միայն վատը կատարվի եւ այդ վատը քննադատվի, բայց ինչի։ Մենք այդքան մեծ չենք, մեծաթիվ չենք, որ այդ շռայլությունը կարողանանք մեզ թույլ տալ։ Ամենափոքրիկ հաջողությունն իսկ որ հայը, այդ նույն Յան ազգանով մեկը աշխարհում ունենում է, դա մեր PR-ն է, այսպես ասած։ Ոստի եւ կորցնել այսօր այն ինչ որ ունենք, դա լինի ծառ, դա լինի արվեստի տեսակ, դա լինի ինչ որ հուշարձանի մի քար, մեզ համար անդառնալի կորուստ է դառնում։ Դա է։ Հիմա վերջերս շատ է քննարկում, որ ինչը կարող է հայկական բրենդ դառնալ դրսում։ Ինչ ես կարծում, ինչը կարող է։ Ինչը։ Այս անուններն են, որ ասում ես, որ այս անունների վրա կարող են գնալ։ Դու ինչպես տարիներ առաջ դերասանուհին հետաքրքիր շատ սկսեց ռուս կանայք եվրոպական իրականության մեջ, կարծեմ Ֆրանսիայում կոնկրետ ավելի։ Եվ ռուսն էլ ուզում էր աշխարհին ցույց տալ, որ տեսեք մեր կանայք ինչպիսի ներկայություն են ունեցել Եվրոպայում։ Այո, մեր տաղանդավոր անհատները, մեր մշակույթը, որ շատ ինքնատիպ մի գույն է համաշխարհային այս խճանկարում, կարող է բրենդ լինել առանց օտար ազդեցությունների, առանց ինչ որ ժամանակակից ինչ որ արտառոտ ձևեր ընդունելու կարող է լինել։ Գիտեք, խորհրդային տարիներին ինչ որ էլի ստերեոտիպային հայկական բրենդեր կային, չէ՞, ասենք հայկական կոնյակ, չէ՞, այսօր մենք դրանից էլ զրկվեցինք ցավոք սրտի։ Արամ Խաչատրյան կար։ Այո։ Լավ, հիմա ես ուզում եմ մերօրյա թեմաներին ասենք, գիտեմ, որ ձեր ընկերների, համախոհների խմբով շատ լավ նախաձեռնություն եք սկսել, խոսքը ծմահ բանտարկյալների հետ կապված ինչ պահանջով, ինչ եք ուզում, ինչ փոփոխություն պետք է լինի։ Ես ինչ տեսվեց պայքարը ուրեմն Մաշտոցի զբոսայգու այդ ապօրին տարածքների վերաբերյալ, ես այնտեղ ամեն օր գնալով մեր հասարակության վերաբերյալ մի շարք արտառոց փաստեր բացահայտեցի ինձ համար եւ մեկը ծմահ բանտարկյալների խնդիրն էր։ Ուրեմն մի օր Մաշտոցի զբոսայգում, այո, կայացավ մի պատժի առավելագույն չափ ստացած բանտարկյալի Մհեր Ենոքյանի գրքի շնորհանդեսը, որ նա ուրեմն այդ գրքի ստացված հասույթը քաղցկեղով հիվանդ երկու երեխաների ֆոնդին էր փոխանցում։ Ես գիրքը առա եւ նույն օրը գիշերը ամբողջ կարդացի եւ կարող եմ ասել այդ օրվանից ես իմ քուն ու դադարը կորցրել եմ իմ հանգիստը, որ ամբողջ աշխարհում կա այդ երևույթը, որ հարյուրավոր մարդիկ իզուր տեղն են դատապարտում, սխալ դատավճիռ է լինում, մեղավոր են, անմեղ են, ստանում են պատժի առավելագույն չափը, բանտարկվում են, աշխարհի դեմ չարանում են եւ ուրեմն ամբողջ կյանքում այդ խարանը ունենում են կամ երբեք դուրս չեն գալիս, իսկ այն որ մեր փոքրիկ երկրում 2.5 միլիոն մարդ է ապրում, մենք ունենք 104 ծմահ դատապարտյալ, դա մի սոսկալի թիվ է։ Տպավորություն է ստացվում, թե մենք ինչ է, մանյակների ինչ որ հասարակություն է, այն դեպքում, երբ որ մենք գիտենք, որ Երևանը համարվում է շատ ապահով վայր։ Ինչու այդպիսի հսկա թիվ, այն դեպքում, երբ որ նույն չափ ունեցող փոքր երկրներ, ինչպիսիք է Սլովակիան կամ Մերձբալթյան երկրները, ունեն ընդամենը 5-6 ծմահ բանտարկյալ, այն էլ սերիական մարդասպաններ են կամ մանկապիղծներ են։ Մենք չունենք նման բանտարկյալներ
բայց ունենք 104 հոգի, որ կյանքը անցնում է եւ մանավանդ պետք է պարզել, արդյոք նրանք կատարել են։ Այսինքն այդ հարցերը վերանայելու անհրաժեշտություն կա։ Երբ կարդացի Մհերի գիրքը, ասում եմ, լավ, այս տղան 15 տարի է պայքարում է, ասում եմ, որ ինքը չի մարդ սպանել։ Գործը խնդրում է վերանայել, մանավանդ որ կան փաստաբանները գտել են անվիճելի ապացույցներ, որ իսկապես այդ տղան չի կատարել։ Ինչն է խանգարում, գիտենք շատ Լավ է, որ գոնե բարեբախտաբար մեզ մոտ այդ մահապատիժ հասկացողությունը վերացավ։ Այո, Մհերին մահապատիժ էին ենթարկել եւ հետո որոշեցին ցմահ բանտարկության, բայց պետք է այդ բոլորի այդ 104-ի գործնել ժամ առաջ, րոպե առաջ նայվի տեստին եւ վերանայել եւ ճիշտ որոշում ընդունել։ Հիմա այս տղան կարդում ես գիրքը, զգում ես, որ մտածող, ինտելեկտուալ տղա է, թեյ բարձրագույն կրթությամբ նա հայերեն եւ ռուսերեն լեզուներով գրական գործ է ստեղծել, ճիշտ է իր մասին է պատմում եւ չպետք է անտեսվել այս խնդիրների։ Ես չեմ կարող հանգիստ շունչ քաշել եւ իմ ընտանեկան եւ իմ մասնագիտական ինչ որ երջանկությամբ հանուն այն մեկի, որը կարող է իրականում հանցանք գործած չլինել եւ այդտեղ հայտնված էր գոնե հանուն այդ մեկ էլ այո արժի որ այն ինչ որ առաջարկում եք արվի, վիճակատագիրն արդեն գրեմ, լավ, անցյալի մեր հայուհիները փառքոպատիվ իրենց կգրեմ միշտ անշնորհակալ գործ է, չենք վճարում այս բաների համար, լավ, դա կոչում է կանենք, բայց նաև այսօրվա հետ կապված, ինչով կարող ենք նպաստել։ Իդեպ ես գնացի այդ Նուբարաշենի բերդը, խնդրել էի տեսակցություն, որ զուտ որպես ես էլ գրչի մարդ, ինքն էլ գրչի մարդ, ուզում էի հանդիպել, չէ, չթողեցին, կարծես ինչ-որ վատ բան ենք մեզ ասեցին, որ կարող ես գալ, մտնել, բայց հասա այնտեղ, 1 ժամ սպասեցին, հետո ասեցին, չէ, իրականում չես կարող։ Այսպիսի բաներն են։ Գուցե օրենք կա, որ ցմահ-դատապարտյալների հետ չի կարելի։ Չէ, 3 տեսակցության իրավունք ուներ, պայքարել։ Լավ, հիմա քննրեի շատ կարճ անդրադարձ ես ունեցել անցյալին, մեր անհատականություններին, պատճառը 1-2, որ մենք այսպես նեղացել ու փոքրացել ենք, ունենք այս տիրույթը ինչ որ կա, բարեբախտաբար գոնե դարաշրջին կարողացանք մեծացնել։ Այ, գիտեք էլի պիտի ինչ որ ծանր բաներ ասեմ, էլի մեր ազգային բնավորությունն է դա։ Նախ չենք սիրում մեր երկիրը, միշտ գաղթել ենք, միշտ նախընտրել ենք օտարին, քան մերը։ Ես վերջերս մի հսկայական գիրք թարգմանեցի, հայ ժողովրդի պատմություն, անգլերենից հայերեն, եւ տեսնում եմ, որ այսպես ինչ որ օրինաչափություն կա, էլի, որ մենք միշտ եղել ենք ամեն մեկս առանձին, ինքնիշխան, միշտ դավել ենք իրար, միշտ չենք սիրել իրար եւ նախընտրել ենք այդ գաղթը։ Մեր աշխարհագրությունն է գուցե բան եղել, որ լեռնաշխարհները կտրտված են եղել իրար հետ, այսպես ճիշտ է դա լավ կետել է ունեցել, որ ահա մենք հրաշալի դաշտավայրեր ենք ունեցել, բայց Նինվեն բանում էր, Աստորեստանը հարթավայրում էր եւ հետքը չի մնացել, իսկ մենք ասենք լեռներով մեզ պահել են։ Արցախում, Սյունիքում կարողացել ենք ամրանալ եւ կիսանկախ գոնե մնալ, բայց նաեւ այդ վատ կողմն էլ է ունեցել, որ Ջավախից մինչեւ Կիլիկիա ձգվող հայկական հողերը այսպես մի միասնականություն չի ունեցել, միասնական հայկական ինքնություն ճիշտ է ունեցել ենք գրողներ, ճիշտ է մեր Այբուբենը, մեր Հավատը միավորիչ դեր ունեցել են, բայց ընդհանուր առմամբ այդ անջատ ապրելը մեր մեջ զարգացրել է այդ ինքնիշխանությունը, այո։ Դու հավատում ես սա անհատի դերին, գործին, որտեղ նախնական զրույցում ասիր մի միասնիկյան առաջ կգա, մի Իհարկե։ Խանջան առաջ կգա գուցե։ Խանջան չէ, բայց էլի իմ հույսը ուժեղ անհատների վրա է, որ պիտի ի հայտ գան եւ վերջապես մեր ժողովուրդը երբեք պատմությունից դաս չի քաղել, բայց գոնե մի անգամ դաս քաղի եւ իր խելոք անհատին հավատա, ոչ թե էլի ասի, հա էլի էս մեր հայերն են էլի, այսպես ես իր ասածին համաձայն չեմ եւ այլն։ Բարձ է։
Լավ, հաղորդման վերջում կան ավանդական հարցեր, ակնկալում եմ Օй. կարճ եւ անկեղծ պատասխաններ։ Այո. Ես վախենում եմ ինչից։ Վախենում եմ փորձանքից եւ շառից, որ աննախատեսելի են, մանավանդ Երևանի պես քաղաքում։ Դուրս ես գալիս եւ չգիտես գլխիդ ինչ կգնի կամ վրայոդ մեքենա կանցնի թե չէ։ Ես ամաչում եմ ինչի համար։ Ամաչում եմ, որ 20 տարի անցել է մեր անկախությունից, բայց այնքան հարցեր լուծված չեն, իսկ հարևան Վրաստանում գնում ես եւ տեսնում ես բոլոր էական հարցերը լուծված են, առաջին հերթին կոռուպցիան։ Ես ափսոսում եմ ինչի համար։ Մի քիչ անհատական հարց է, ես ափսոսում եմ, որ իմ դպրոցը հաջող չէր։ Ասում են կյանք ունի 3 աստիճան, կյանքը ինձ համար, կյանքը մարդկանց համար եւ կյանքը Աստծո առաջ։ Եթե գնահատես քեզ համար ինչպես ես ապրել, մարդկանց համար ինչպես, Աստծո առաջ ինչպես։ Կարճ մեկ բառով կամ երկու բառով։ Ինձ համար ես ձգտել եմ ապրել այնպես, անել այն, ինչ որ ես ինձ դուր է գալիս։ Դա իհարկե մի քիչ շռայլություն է, բայց թեկուզ դրա համար չվճարվեմ, բայց գոնե չանեմ բաներ, որ չեմ ուզում անել։ Մեկ, կյանքը մարդկանց համար իհարկե մարդկանց մեջ ենք ապրում, մարդկանց համար Աստծո առաջ, Աստծո առաջ էլ պիտի միշտ խիղճդ հանգիստ լինի։ Աշխատում եք այդպես ապրել էլի։ Կյանքում ստացած ամենամեծ ծանր հարվածը։ Գիտեք, ինձ համար մարտի 1-ը, երբ որ մեր քաղաքում սպանվեցին մեր հայրենակիցները եւ հենց մեր հայրենակիցների ձեռքով, դա մի այնպիսի ցնցում էր ինձ համար։ Դա էր մարտի 1-ն էր։ Իմ թույլ կողմերն են։ Իմ թույլ կողմերը։ Որ մեկը ասեմ։ Չեմ մտածել այդ մասին։ Գուցե անզսպությունը։ Ես ուժեղ եմ ինչով։ Ուժեղ եմ իմ ընկերներով, ուժեղ եմ իմ ստեղծած աշխարհով, ուժեղ եմ իմ ընտանիքով։ Շատ բաներ կան։ Եվ վերջում ես հավատում եմ ինչին։ Հավատում եմ, որ սա լավ հաղորդում եղավ։ Լավ, շնորհակալ եմ, շնորհակալություն, որ գտնեցիք հայլու առաջ։ Շնորհակալություն ենք հայտնում Չարենցի 28 ռեստորանին հաղորդման նկարահանումներին աջակցելու համար։